Խորհրդարանական ընտրություններին մասնակցող Միասնության թեվեր կուսակցության ցուցակը գլխավորող Արման Թաթոյանը ամփոփել է նախընտրական քարոզչության վերջին 2 շաբաթները։ Ըստ Թաթոյանի, քարոզարշավն ընթանում է վախի եւ սպառնալիքների մթնոլորտում։ Քաղաքական ուժի առաջնորդի կարծիքով երկրում ստեղծված իրավիճակից կարող է դուրս բերել այնպիսի քաղաքական ուժ, որը ոչ մեկից կախվածություն չունի։ Ես աշխատել եմ պետական ամենատարբեր հիմնարկներում, կարող եմ հստակ պատկերացնում ինչպես երկիրը պետք է կառավարել, ինչպես են աշխատում պետական մարմինները, որովհետև պետություն ղեկավարելը այտենց կատակ բան չի, սա շատ բարդ process է։ Արման Թաթոյանի պնդմամբ երկրին անհրաժեշտ է այնպիսի ղեկավար, որը կկարողանա արդյունավետ կառավարել ճգնաժամային իրավիճակներում։ Պատգամավորությամբ թեկնածուն իրեն համարում է Հայաստանի իրավունքների պաշտպան եւ հայտարարել է, թե այդպիսին կմնա մինչեւ վերջ։ Թաթոյանի պնդմամբ երկիրը պետք է ղեկավարվի իր շահերով, այլ ոչ թե այլ պետությունների։ Չունենք մենք ոչ մի հովանավորներ, մեր ժողովուրդը մեր հովանավորն է, մեր երկիրն է, ու մենք մեզանով պետք է ամեն ինչ անենք։ Եվ պետքա վերջ դնենք այն հարցին, ում շահերի համար ենք մեր ընտրություն կատարում։ Մենք ոչ մեկի շահերի համար ընտրություն չենք կատարում։ Ասուլիսին հաջորդել է քաղաքական թիմի քարոզարշավը Երևանի Աջափնյակ վարչական շրջանում, որտեղ կուսակցականները բնակիչներին իրենց ծրագրերն են ներկայացրել։ Միասնության թևերը նախատեսում է պետական բուհերում Հայաստանի քաղաքացիների համար կրթությունը դարձնել անվճար, իսկ մասնավոր բուհերում ներդնել ուսման եւ ապրելու ծախսերի հատուցման վարկերի ճկուն համակարգ, առանց ուսման ընթացքում վճարման պարտավորության։ Մտածել ինչպես մնալ հայրենիքում, Հայաստանում, դրա համար մենք պետք է առաջին հերթին ունենանք արդար կրթության համակարգ։ Միասնության թևեր կուսակցությունը կոչ է անում ընտրություն կատարել առաջնորդվելով բացառապես Հայաստանի պետական եւ ազգային շահերով։ Դավիթ Թադևոսյան, ժամը լրատվական։